Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Սննդային վտանգ։ Fresh and Ready Foods-ը հետ է կանչում ավելի քան 60 ապրանքատեսակ լիստերիայով հնարավոր վարակի պատճառով։ Քիմ Քարդաշյանը դատարանում 2016-ի Փարիզյան զինված կողոպուտի գործով Քիմը վկայություն է տվել պատմելով մահվան վախի նվաստացման մասին։ Ես մտածեցի, հիմա ինձ կսպանեն։ Քեսի 10-ամյա մղձավանջը երգչուհի Քեսին բացահայտում է Շոն Դիդի Քոմսի կողմից սեռական շահագործման և բռնության տարիները, ֆրիկով սեր, վախ, սպառնալիքներ և արցունքոտ վկայություն դատարանում։ Հարվարդի գիտնականը կալանավորված է, Քսենիա Պետրովան ձերբակալվել է գիտական նմուշները չհայտարարագրելու համար, Ջեյ Մեկվիզան չեղարկվել է, նրան սպառնում է արտահանձնում Ռուսաստանին։ Տագնապալի դեպք Նյու Մեքսիկոյում 7 և 9 տարեկան եղբայրները ուղղել են լիցքավորված զենքը դեպի ոստիկանները։ Մեծ հրդեհ Բալտիմորում 200 հրշեջ պայքարում են պահեստի հրդեհի դեմ, Ամտրեքի երթևեկությունը խափանված է։ Մահաբեր վթար Ջորջիայում բեռնատար մեքենայի պատճառով զոհվել է 3 մարդ, վթարը ներառել է 6 ավտոմեքենա։ Ձվի գները նվազում են, ապրիլին ձվերի գինը իջել է 12.7%-ով, սակայն մնում է պատմականորեն բարձր։ Քաղաքական սկանդալ։ Չակ Շումերը կասեցրել է արդարադատության նախարարության նշանակումները, պահանջելով բացատրություն Թրամփի Քաթարի կողմից $400 միլիոն արժողությամբ ինքնաթիռ ընդունելու ծրագրի վերաբերյալ։ Թագավորական ընդունելություն Թրամփը Սաուդյան Արաբիայում կնքել է $600 միլիարդ արժողությամբ ներդրումային և պաշտպանական գործարքներ, Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների թուլացում և Իրանի դեմ նոր ճնշումների մասին հայտարարություններ։ Այս և այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Fresh and Ready Foods ընկերությունը հետ է կանչում իր պատրաստի սննդամթերքի մի շարք ապրանքատեսակներ լիստերիա մոնոցիտոգենեզ բակտերիայով հնարավոր վարակման պատճառով։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վարակվել է առնվազն 10 մարդ Կալիֆոռնիայում և Նևադայում, ովքեր հոսպիտալացվել են։ Հետ կանչվող ապրանքները վերաբերում են 2025-ի ապրիլի 22-ից մինչև մայիսի 19-ի համար նախատեսված սնունդը։ Ապրանքները վաճառվել են հետևյալ նահանգներում՝ Կալիֆոռնիա, Նևադա, Արիզոնա, Վաշինգտոն։ Վերահաշվարկվող ապրանքատեսականիներից են համբուրգերով և հնդկահաբով սենդվիչներ, ձվով սենդվիչներ, թունայով սենդվիչներ, պաստա, սթրիթ կորն դիփր սնեքը։ Եթե դուք ունեք վերենշված ապրանքներից, մի օգտագործեք դրանք, անհապաղ վերադարձրեք ապրանքները վաճառվող կետին կամ ոչնչացրեք։ Լիստերիոզը սննդածին բակտերիալ հիվանդություն է, որը կարող է շատ լուրջ ընթացք ստանալ հատկապես հղիների, 65 տարեկանից բարձր և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց համար։ Առողջ մարդիկ հազվադեպ են ախտանիշներ ունենում լիստերիայով վարակվելու պատճառով, սակայն հիվանդությունը կարող է մահացու լինել չծնված պտղի, նորածինների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց համար։ Ժամանակին սկսված հակաբիոտիկային բուժումը կարող է օգնել լիստերիոզի բարդությունների կամ հետևանքների կանխարգելմանը։ Լիստերիա բակտերիաները կարող են գոյատևել անգամ սառնարանում, նույնիսկ սառչելիս։ Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ցուցմունք է տվել Փարիզի դատարանում, պատմելով 2016 թվականի կողոպուտի մասին։ Զինված անձինք ներխուժել էին նրա հյուրանոցային սենյակ և գողացրել միլիոնավոր դոլար արժողությամբ զարդեր։ Ես վստահ էի, որ ինձ կսպանեն, ասել է Քարդաշյանը դատարանին։ Քարդաշյանը դատարան էր ժամանել սև հագուստով, մոր Քրիս Ջեների ուղեկցությամբ։ Դատարանում տեսանկարահանումը արգելված էր և նրա ցուցմունքը ուղիղ եթերում չի հեռարձակվել։ Քարդաշյանը լացել է ցուցմունքի ընթացքում, մանրամասն նկարագրելով, թե ինչպես էին դիմակավորված անձինք ոստիկանի համազգեստով, նրան կապել պլաստիկ կապերով ու ժապավենով։ Գործով դատարան է ներկայացվել 10 մեղադրյալ, 9 տղամարդ և 1 կին։ Նրանցից 5-ը մեղադրվում են զենքով կողոպուտի և առևանգման մեջ և դատապարտվելու դեպքում կարող են ստանալ մինչև ցմահ ազատազրկում։ Մյուսների մեղադրանքները վերաբերում են հանցանքի աջակցությանը կամ ապօրինի զենքի տիրապետմանը։ Գողացված զարդերի թվում էր Քանյե Վեսթի նվիրած $4 միլիոն նշանադրության մատանին, որը մինչև օրս չի գտնվել։ Կասկածյալների խմբում ընդգրկված են հիմնականում 60-ից 70 տարեկան տարիք ունեցող տղամարդիկ, որոնց մամուլը անվանել է «պապ կողոպտիչներ»։ 69-ամյա ենթադրյալ կազմակերպիչը դատարան է ներկայացել գավազանով։ Ոստիկանները նշում են, որ հենց այդ անձն է աշխատել այն ավտոընկերությունում, որը Քիմ Քարդաշյանը օգտագործել է, և հենց նա է ենթադրաբար տեղեկացրել հանցագործներին Քիմի գիշերային շարժման մասին։ Երգչուհի Քեսին Կասանդրա Վենտուրան առաջին անգամ հանդես է եկել վկայությամբ երգիչ
պրոդյուսեր եւ նախկին ընկեր Շոն Դիդի Քոմսի դեմ նրա սեռական շահագործման գործով ընթացող դատավարությունում Նյու Յորքում։ Քեսին դատարանում ծանր շնչելով եւ հաճախ սրբելով արցունքները մանրամասնել է, որ Դիդին իրեն տարիներ շարունակ ստիպել է մասնակցել սեռական երեկոների, որոնք հայտնի էին որպես freak offs, որոնց մասնակցում էին նաեւ վարձկան տղամարդիկ։ Նա նաեւ ասել է, որ Դիդին իրեն բազմաթիվ անգամներ ծեծի է ենթարկել։ Քեսին պնդել է, որ հաճախ չէր կարող մերժել Դիդիի պահանջները, քանի որ վախենում էր թե բռնությունից, թե այն տեսագրությունից, որոնք կարող էին արտահոսել։ Վերջինս պատմել է, որ առաջին freak offs-ը եղել է Լոս Անջելեսում Դիդիի տանը։ Այդ երեկոները հաճախ տևել են 36 ժամից մինչև 96։ Դատախազները ցուցադրել են նաև 2016 թվականի տեսախցիկի կադրերը, որոնցում Դիդին բռնություն է կիրառում Քեսի նկատմամբ հյուրանոցում։ Դիդիի փաստաբանները պնդել են, որ թեև երգիչը կարող էր երբեմն լինել կոպիտ եւ դաժան, նա չի մեղադրվում որպես սեռական հանցագործ կամ շահագործող, եւ որ բոլոր սեռական հարաբերությունները եղել են համաձայնությամբ։ Սա դեռևս առաջին շղթան է լսումների։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Փավ Դիդիին սպասվում է 15 տարուց մինչև ցմահ բանտարկություն։ Վաղը Վերմոնտի դաշնային դատարանի դատավոր Քրիստինա Ռայսը կլսի ռուս գիտնական Քսենիա Պետրովայի գործով փաստարկները։ Նա աշխատում էր Հարվարդի բժշկական դպրոցում J1 աշխատանքային վիզայով։ Փետրվարին ԱՄՆ մուտք գործելու պահին ձերբակալվել է։ Նրա վիզան չեղարկվել է չհայտարարագրված գիտական նմուշների պատճառով եւ փոխանցվել է Միգրացիոն եւ մաքսային ծառայությանը։ 30-ամյա Պետրովան առաջատար գիտնական է, որն աշխատել է հակածերացման եւ քաղցկեղի հետազոտության ուղղությամբ։ Պետրովան պնդում է, որ չի հայտարարագրել նմուշները, քանի որ դրանք ողջ չէին եւ չէին կարող վարակ տարածել։ Պետրովան 3 ամիս է ինչ կալանավորված է Ֆրանսիայից գորտի սաղմներ բերելու համար։ Նրա մեղադրանք չի ներկայացվել ոչ քաղաքացիական, ոչ քրեական օրենսգրքով։ 17 սենատոր նամակով դիմել են ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմին, խնդրելով ազատ արձակել Պետրովային մինչև ապաստանի գործի քննությունը։ Նյու Մեքսիկոյից տեսանյութ է հրապարակվել, որտեղ երկու փոքր եղբայրներ 7 եւ 9 տարեկան հերթով բռնում են լիցքավորված ատրճանակը եւ նույնիսկ ուղղում այն դեպի ոստիկանները։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 16-ին Ալբուկերկեում, բայց տեսանյութը մամուլում հայտնվել է այսօր։ Տեսագրությունում լսվում է, թե ինչպես է ոստիկանն ասում իջեցրու դա բալիկ։ Սակայն մի քանի վայրկյան անց ոստիկանները սկսում են արդեն բղավել, պահանջելով վայր դնել զենքը։ Շերիֆ Ջոն Ալենը հայտնել է, որ ոստիկանները կիրառել են ոչ մահացու կրակի միջոց տղաներին շեղելու համար։ Ի վերջո ոստիկանները կարողացել են մոտենալ տղաներին, առգրավել զենքը եւ նրանց անվնաս ձերբակալել։ Ոչ ոք չի տուժել։ Ավելի քան 200 հրշեջ պայքարել է հսկայական հրդեհի դեմ, որը բռնկվել է Բալտիմորի արևմտյան հատվածում գտնվող բազմահարկ պահեստում։ Հրդեհը խափանել է Ամտրեքի երթևեկությունը եւ ստիպել պաշտոնյաներին տարհանել հարակից տարածքի հատվածի բնակիչներին։ Երթևեկության կասեցումը տեղի է ունեցել այսօր, կապված մտահոգության հետ, որ շինությունը կարող է փլվել երկաթուղային գծերի վրա։ Բալտիմորի հրշեջ ծառայության հաղորդմամբ հրշեջները դեպքի վայր են մեկնել երկուշաբթի երեկոյան ժամը 19-ին։ Այսօր առավոտյան հրդեհը զսպված էր շենքի տարածքում, սակայն հրշեջները շարունակում էին պայքարել առանձին բոցավառման գոտիների դեմ։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Ջորջիայի Կալհուն քաղաքի մոտ միջպետական 75 մայրուղու վրա վաղ առավոտյան տեղի ունեցած մասսայական ավտովթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, եւս երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վթարի հետևանքով մայրուղու դեպի հարավ տանող բոլոր գոտիները ժամանակավորապես փակվել են։ Ըստ Ջորջիայի ճանապարհային ոստիկանության, հյուսիս գնացող բեռնատարի բախումից հետո այն դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել հարավային ուղղությամբ, որտեղ բախվել է 2 այլ բեռնատարի, 1 ավտոմեքենայի եւ 1 պիկապի։ Պիկապը բռնկվել է, առաջացնելով հրդեհ։ ԱՄՆ-ում մանրածախ ձվի գները ապրիլին նվազել են։ 1 տուփ 12 հատ ակարգի ձվի միջին գինը ապրիլին կազմել է $5.12, ի տարբերություն մարտի $6.23, որը ռեկորդային էր։ Սա ձվերի գների առաջին նվազումն էր 2024 թվականի հոկտեմբերից ի վեր։ Բոլոր չափսերի ձվերի գներն իջել են 12.7%-ով։ Միչիգանի պետական համալսարանի սննդի տնտեսագիտության պրոֆեսոր Դեյվիդ Օրտեգան նշել է, որ ձվի գները հավանաբար կշարունակեն նվազել նաև մայիսին եւ հունիսին։ Զատիկից հետո սպառումը նվազում է, ինչը նպաստում է գների անկմանը, ասել է նա։ Բացի այդ, վերջին շաբաթներին թռչնագրիպի բռնկումներն են նվազել, ինչը օգնել է կայունացնել ձվի գինը։ Թռչնագրիպի պատճառով 2022 թվականից սկսած ոչնչացվել է ավելի քան 169 միլիոն թռչուն։ ԱՄՆ-ն նաև ավելացրել է ձվի ներմուծումները Հարավային Կորեայից, Թուրքիայից, Բրազիլիայից եւ այլ երկրներից։ Սենատի դեմոկրատական խմբակցության ղեկավար Չակ Շումերը հայտարարել է, որ կասեցնում է դատական նախարարության բոլոր նշանակումները Սենատի դահլիճում, մինչև ստանա ամբողջական պարզաբանում այն մասին, թե ինչպես է նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում ընդունել Քաթարի կողմից առաջարկված $400 միլիոն արժողությամբ ինքնաթիռը։
Թրամփը հայտնել էր, որ ինքնաթիռը կօգտագործվի ժամանակավորապես, իսկ հետո կփոխանցվի նախագահական թանգարան գրադարանին։ Շումերը կոնգրեսում ելույթով դիմել է արդարադատության նախարար Փեմբոնդին, պահանջելով բացատրություն, թե ինչու Կատարի կողմից ինքնաթիռ նվիրելը չի խախտում ԱՄՆ սահմանադրության պարգևների մասին դրույթը, որը պահանջում է կոնգրեսի հաստատում օտարնվերների դեպքում։ Կատարի կառավարության կողմից Դոնալդ Թրամփին $400 միլիոն արժողությամբ մասնավոր ինքնաթիռ նվիրելու լուրը այնքան կոռումպացված է, որ նույնիսկ Վլադիմիր Պուտինը կզարմանար։ Սա ոչ միայն բացահայտ կոռուպցիա է, այլ նաև լուրջ սպառնալիքի ազգային անվտանգությանը։ Ուստի, հաշվի առնելով այդ խորապես մտահոգիչ տեղեկությունները, ես հայտարարում եմ, որ կասեցնում եմ դատական նախարարության բոլոր քաղաքական նշանակումների հաստատումը Սենատի կողմից, մինչև կառավարությունը չտրամադրի ամբողջական պատասխաններ։ Ըստ հաղորդագրությունների գլխավոր դատախազ Փեմբոնդին անձամբ է ստորագրել այս ակնհայտ անբարո գործարքի հաստատման տակ, ինչը խորահարցեր է առաջացնում թե սահմանադրության եւ թե բարեվարկության այլ օրենքների խախտման վերաբերյալ։ Ես պահանջում եմ, որ գլխավոր դատախազը ներկայանա եւ ցուցմունք տա ինչպես ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում, պարզաբանելու ինչպես է նման նվերը օրինական համարվում առանց կոնգրեսի հաստատման։ 3 տարի անց այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը սահմանափակվել էր թեթևակի ողջույնով Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի հետ, Դոնալդ Թրամփն այժմ վայելել է թագավորական ողջ շքեղությունը Ռիադում վայրէջք կատարելուց ի վեր։ Մարդու իրավունքները կամ նավթի արդյունահանմամբ պայմանավորված բնապահպանական մտահոգությունները բացակայել են օրակարգից։ Փոխարենը հանդիպումը լիովին կենտրոնացած էր գործարքներ կնքելու եւ անձնական հարաբերությունները նշանավորելու վրա։ Air Force One-ի մոտենալիս 6 ամերիկյան արտադրության F-15 կործանիչներ են ուղեկցել օդանավը։ Ռիադի թագավորական օդանավակայանում կայացել է ավանդական սուրճի արարողություն, իսկ Թրամփի մեքենան ուղեկցել են սպիտակ արաբական ձիավորներ ամերիկյան եւ Սաուդյան Արաբիայի դրոշներով եւ պատվո պահակախումբ ոսկեգույն սրերով։ Այցի ընթացքում երկրների միջև կնքվել է պատմական զենքի վաճառքի պայմանագիր, որը գնահատվում է $142 միլիարդ։ Սպիտակ տան հաղորդմամբ ընդհանուր համաձայնագրի ծավալը հասնում է $600 միլիարդ, ներառյալ ներդրումներ տեխնոլոգիաներում, էներգետիկ ենթակառուցվածքներում եւ արհեստական բանականության տվյալների կենտրոններում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կթույլատնի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները եւ կձգտի բարելավել հարաբերությունները այդ երկրի նոր կառավարության հետ խաղաղության հնարավորություն տալու համար։ Թրամփի հայտարարությունն արվել է Սիրիայի նոր նախագահ Ահմադ Ալ-Շարայի հետ հավանական հանդիպումից 1 օր առաջ։ Ալ-Շարան նախկին ընդդիմադիր է, որը նախորդ տարի գլխավորել էր համընդհանուր հարձակումը Դամասկոսի վրա, տապալելով Ասադների 54-ամյա իշխող ռեժիմը։ Սիրիայում կա նոր կառավարություն, որը հուսով եմ կհաջողի։ Ես ասում հաջողություն, Սիրիա, դուք ցույց տվեք մեզ մի բան, որը արժե տեսնել, հայտարարել է Թրամփը։ Թրամփի վարչակազմը դեռևս չի ճանաչել նոր իշխանություններին եւ չի հանել Ասադի ժամանակներից մնացած պատժամիջոցները, սակայն Թրամփի հայտարարությունը ցույց է տալիս, Միացյալ Նահանգները պատրաստ է բարելավել հարաբերությունները Դամասկոսի նոր ղեկավարության հետ։ Թրամփը նշել է, որ այս քայլը գալիս է Սաուդյան Արաբիայի առաջնորդ Մոհամմեդ բին Սալմանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով։ Եթե հանդիպումը իրականացվի, Ալ-Շարան կդառնա առաջին սիրիացի առաջնորդը, որը կհանդիպի նահանգների նախագահի հետ 2000 թվականից ի վեր, երբ Հաֆեզ Ասադը հանդիպել էր Բիլ Քլինթոնին Ժնևում։ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում կայացած ներդրումային համաժողովի ելույթի ընթացքում կոչ է արել Իրանին ընտրել նոր եւ ավելի լավ ուղի, միաժամանակ զգուշացնելով, որ եթե Թեհրանը հրաժարվի նոր միջուկային պայմանագրից, ապա Վաշինգտոնը կկիրառի զանգվածային առավելագույն ճնշում։ Ես ցանկանում եմ խուսափել հակամարտությունից, սակայն ժամանակն անցնում է եւ Իրանը արագ առաջ է շարժվում իր միջուկային ծրագրով, նշել է Թրամփը։ Եթե Իրանի ղեկավարությունը մերժի այս խաղաղության ձիթենու ճյուղը, այլ ընտրանք չենք ունենա, քան հասնել իրանական նավթային արտահանման զրոյացման։ Թրամփն անդրադարձել է նաև Իսրայելի հարցին, ասելով, որ հույս ունի, որ Սաուդյան Արաբիան կխորացնի հարաբերությունները Իսրայելի հետ եւ կմիանա Աբրահամյան համաձայնագրերին իր ժամանակին։ Թրամփի հաջորդ կանգառներն են Քաթարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղ նույնպես նախատեսվում են համաձայնագրերի ստորագրումներ, ներառյալ արհեստական բանականության, էներգետիկ համագործակցության եւ հնարավոր է նոր զենքի վաճառքի ուղղությամբ։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։